Ողջույն, ինչպես արդեն ասացի, Զանկո Արմենյանն է իմ զրուցակիցը, ով մեր համայնքի ազգային հասարակական գործիչ է, Հայ դատի ազգային խորհրդի անդամ է եւ բավականին երկար տարիներ պայքարել է հայկական հարցերի համար։ Ողջույն, պարոն Արմենյան, շնորհակալ եմ, որ եկաք։ Եվ ուզում եմ հենց այս Նիկոլ Փաշինյանի հերթական, այսպես խոսքերից սկսենք, ով է Սփյուռքը։ Ասում է, որ այդ կառույցները ընդհանրապես իրավունք չունեն ներկայացնելու Սփյուռքը եւ ընդհանրապես կապի չունեն Հայաստանի հետ։ Խնդրեմ ձեր արձագանքը։ Այո, իհարկե, ինչպես դուք ասացիք, Սփյուռքը ունի իր շերտավորումները, բայց նաեւ պետք է ավելի երկար ժամանակի վրա նայենք այս հարցերուն։ Եվ որ Փաշինյանը երեխա էր եւ փագերում մեջ բազմազեր իբրև երեխա կան գազམ་ագերբություններ, որ այս համայնքը ցեղասպանությունն ի վեր առաջին անկախ հանրապետությունն մինչև այսօր ստեղծած են, շինած են մեր համայնքները եւ պաշտպանած են Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքները։ Անանք որ այդ ծևի անարգական ծևով խոսելու ովև մեկ գազམ་ագերբության հանդեպ կամ ընդհանրապես Սփյուռքի հանդեպ Իրենք բոլոր կազմը, անգամ եկեղեցում ասենք խոսում։ Միայն մեկ շահ կծարայի ատկե։ Ինչպես ասվեցավ թրկական շահերը միշտ ուզած են այս բարակդումը ստեղծել հայրենիքի եւ Սփյուռքի միջև եւ այս տեսակի խոսքերը վարչապետի կողմէ կփաստեն որ ինքը գծարայե այդ շահերուն եւ ոչ թե Հայաստանի շահերուն քանի որ Հայաստանի ղեկավարը պիտի ուզե միացնել ոչ թե բաժանել այս տեսակի մեր արդեն փոքր ասկը հայրենիքեն Սփյուռքը կներկայացնե իր ամեն դարբեր կողմերով կներկայացնե Հայաստանի ամենակարևոր սյուներեն մեկը, որ պիտի օգտագործե Հայաստանի կառավարությունը զորացնելու եւ պաշտպանելու Հայաստանի շահերը։ Այդ չէ որ կկատարվի այսօր։ Բացառը որ Նիկոլ Փաշինյանը այդ ծավով գխոսի Սփյուռքի հանդեպ այն է որ ինչպես որ դուք ասեցիք ինքը փաստը այն է որ իրականությունը որ չի գրնար ներդրում, այսինքն չի գրնար ներկայանալ այնպեսի ծավով որ իր շուրջը կամ Հայաստանի շուրջ կարնա հավաքել Սփյուռքի ուժերը եւ ասիկա անշուշտ մեզի համար մեծ վտանգ է որովհետեւ այսպես պետք չէ լավ որ Հայաստանը այս տեսակի բաժանում լա բայց այս կառավարությունը ջիկ թափած է թիդմամբ որ այս բաժանումը ստեղծվի այո մենք Հայաստանը մի ազգ որը 70-80% բնակվում է դրսում Սփյուռք է եւ չունի ոչ Բոսֆորի եւ Դարդանելի նեղուց եւ ոչ էլ նավթ ու գազ կտրել Սփյուռքին դա ինչ է նշանակում դա նշանակում է ինքնասպանություն չէ եւ հիմա ըստ ձեզ իրենք չեն հասկանում դա թե պարզապես իրենց արժեվ խնդիր է դրված որ պետք է ոչնչացնել Հայաստան այսինքն Սփյուռքը ոչնչացնել նշանակում է Հայաստանը համաձայն եք այո որովհետեւ ուրիշ պաշտպանող ուժ չի գա Հայաստանի դեր պիտի կանգնի միայն մեկ անձնավորություն հայը կարևոր չէ այդ հայը ուր է Հայաստանի մեջ կաբրի Հայաստանեն դուրս կաբրի Հայաստանի մեջ ծնած է Սփյուռքի մեջ ծնած է այդ է պաշտպանող ուժը մույս ամեն ուժերը պիտի ուզեն խլել Հայաստանեն քոնե մի բան եթե ոչնչացնել ինչպես մեր պատմությունը փաստած է ոչ միայն 100 տարի առաջ այլ քանի տարի առաջ անանք որ նույն վտանգները այսօր նույն դեղը գեցած են եւ միայն տարբերությունը այն է որ մենք իբրև Սփյուռք գրծած ենք շինարարել եւ ավելի հզոր դառնալ հիմա ադասել չէ որ մենք այնքան հզոր ենք որ ուզածնից կնանք կնել անդադար պետք է աշխատես որ ավելի զորացնես այդ Սփյուռքը զորացնելու ջիկին կարևոր թեր գա Հայաստանի կառավարության համար ինչպես նաև կարևոր թեր գա Սփյուռքի համար զորացնել հայրենիքը եւ Հայաստանը այս երկուքը պետք է կողքովի կան եւ որ բաժնված են իրար մե ասել է որ երևակայեցեք որ մարմինիդ մեկ ոտքը անչադվի ինչպես պիտի քալես առաջ Նաև խոսում էր
տնտեսական այդ ներդրումներ եւ այլն, ես որքանով գիտեմ, շատ մարդիկ գիտեմ, որոնք այդ ոգևորված գնացին ինչ որ իրենց փողերը ստեղից տարան դրեցին Հայաստան, հիմա այսպես վախեցած, փախած այդ փողերը չեն կարողանում հետ բերեն։ Նույնիսկ մեկը կար ասում էր, ասեք Հայաստանում մի բիզնես, որ գոնե 5% տակ տամ, էլի, այսինքն վնաս ստանամ, քան ասենք ոչ թե 20 կամ 30%։ Եվ հիմա իր ոչին համապատասխան այդպիսի մանիպուլյացիա է անում եւ այնպիսի տպավորություն է ուզում ստեղծել, թե առաջ Հայաստան չէին գնում, ներդրումներ չէին անում, հակառակը, եթե հիմա ես թվերը չունեմ փաստեր իմ ձեռքի տակ, բայց վերջին 30 տարիների ընթացքում որ տարիներին որքան ներդրում է եղել։ Այս մանիպուլյացիաներին արդյոք ձեր կարծիքով ժողովուրդը հավատում է։ Նայեցեք իրականությունը այն է, որ մեկ կարևոր դարմ կա, կարևոր չէ ով է կառավարությունը, այդ է վստահություն։ Անցումը որբեսի տնտեսական ներդրում կատարի, ոչ մեկտեղ պետք է վստահություն ունենա, որ այդ ներդրումը, որ օրենք կա, օրենք հարկող կա եւ իր ներդրումը պիտի ոչ թե բարձաբես իբրև նվերը լա, այլ նաեւ տնտեսական հարաբերություն ստեղծելու եւ շահ ստեղծելու ի վերջո, թե դեղական ձևով, թե անձնական ձևով։ Սել չէ որ անցյալի կառավարությունները խենթանալիք կորձ գնային ասծեվով եւ այսօրվա ես այս նույն հարցերը բարձրացնում Սերժ Սարգսյանի օրոք, անկեղծ ասեմ, երբ որ ես այստեղ էի, նույն խնդիրները կար, բայց ոչ այս ծավալի։ Բայց հիմա, այսինքն այդ վատը, որ կար նախկինում, հիմա այդ վատը ոչ թե կրկնապատկվել է, եռապատկվել է, հարյուրապատկվել է, չէ՞։ Այո, եւ պատճառը անորային է, որ վստահությունը ոչ միայն որովհետեւ կառավարության չեն վստահիր, այլ կառավարության ստեղծած իրավիճակը, որ Հայաստանի քոյության վրա մեծ հարցման նշան դրած է, հակառակ որ իրենք կներկայացնեն իբրև Real Armenia եւ այլն բիդի աբական շատ բայցար է, բայց իրականությունը ոչ մեկ անցումը որ փորձառություն ունի այս հարցերով քննարկելու ժամանակի վրա պիտի կտեսնե որ մեծ վտանգ կա Հայաստանի շուրջ այսօր եւ այդ վտանգը ստեղծված է այս կառավարության կողմէ իրենք գուզեն ներկայացնել իբրև խաղաղություն ստեղծեցինք եւ այդ խաղաղության պատճառով աբական շատ բայցար աբակա գա ոչ իրականությունը այն է որ այդ նախևարջ խաղաղությունը գերց խաղաղություն մնե մեծ քին վճարված է ներգա արժամյա խաղաղության համար որ իրականության մեջ աբակային Հայաստանի ավելի մեծ վտանգ ստեղծած է նույնիսկ ասեմ որ իր քոյություն ունենալու վտանգը կա այսինքն հարցման նշան կա նորը որովհետև իրենք այնպիսի շահերու եւ ուժերու բալանսը խախտած են այդ շրջանի մեջ որ հիմա ծովը իրենք ցերկերնին կապված է այդ թշնամի երկիրներու հանցնած մեր շահերը հանցնած պատճառով այդ ապագան ոնց բացատրենք այդ ժողովրդին որ ապագան այն չէ որ դու կուշտ այդպես ապրելու եք խաղաղ եւ այլն այդ ապագան Հայաստանը հայաթափվելու է ավելանալու են այսպես թուրքական չգիտեմ ադրբեջանական միգուցե Պարսկաստանի այդ ադրբեջանական զանգվածները հայերը դառնալու են փոքրամասնություն, ավելանալու է մսկիթների թիվը եւ փողոցները, այսինքն համազով փակողների թիվը։ Կարծում եք այդ զգացողությունը կա մեր ժողովրդի մեջ, թե ինչ է սպասում Նիկոլի ասած, այսպես ասած, իրական Հայաստանում, որը ավելի շատ թրքա Հայաստանի է նման։ Իրենք գարձեմ ժողովուրդը դժբախտաբար չի տեսներ մի քիչ ավելի հերուն ներգայիս եթե նայիս, պիտի այո խաղաղություն կա, այո, պատերազմ չի կա, ասել է որ խաղաղություն կա, բայց իրականության մեջ Ադրբեջանի զորքերը նույն տեղը գեցած են, հայկական հողերու վրա նստած են եւ այն քինը որ վճարված է եւ կշարունակվի վճարվի, պիտի վերածվի ավելի մեծ դգարության երկիրին համար։ Այս դգարությունը որքան մեծն է, ցերեսած տվյալներով պիտի տեսնեմ, որ այն ինչ որ գսենք մեր Հայաստանը, մեր հայրենիքը, մեր ժողովուրդը, մեր մշակույթը կամած
պիտի անհետանա եւ որ եկեղեցվոմը վրա հարցագիս եւ որ թուն իբրև ղեկավար երկիրը ղեկավարը թուն դգարացնես երկիրի այդ ամեն կարևոր սյուները որ վստահություն կտան որ երկիրը աբակա ունի իրականության մեջ աբական կդգարացնե եւ այդ է վտանգը այսօր ես կհուսամ որ անշուշտ հունիսին այս ընդրությունները կարևոր որոշիչ թեր պիտի կատարեն կհուսամ որ ժողովուրդը գարտնա եւ քիչ ավելի հերուն կրնա մտածել թե հետևանքները ինչ են հասկացության այո եւ այդ գործում շատ կարևոր դեր ունի նաեւ սփյուռքի այդպես ասած adekvat հատվածները Նիկոլը ինչու է այդպես դժգոհում սփյուռքից որովհետեւ այդ կառույցները հենց դրանք են հայապահպանությամբ զբաղվում հային հայ պահում օտար հողի վրա ինքը դժգոհ է այդ կառույցներից եւ ասում է դուք հայ սփյուռքի անունից ներկայանալու իրավունք չունեք ամեն դեպքում այդ կառույցները կան այդ մարդիկ կան անկախ տարբեր քաղաքական գաղափարական հայացքներից եւ կարծես թե ինչ որ քայլեր արվում են առաջիկա 2 օրերին Փարիզում եթե չեմ սխալվում սպասվում է Սփյուռքի համահայկական այդպիսի մի հավաք տեղեկություն ունեք ինչի մասին է դա այո նախ ասեմ որ հոս Լոս Անջելեսի մեջ եղավ նման հավաքմա եւ ասալ ծովը եվրոպական կողմն է հարցին ասոնք սկզբնական խորտաժողովներ են որ սկսենք հակառակ Նիկոլի եւ իր կառավարության դիրքորոշման եւ արած գործերում քոնե սպյուրքը սկսենք կազմակերպել եւ ավելի հերանեկարով նայենք նայեցեք մեկ բան հստակ ասեմ այնպես չէ որ սպյուրքը իդեալ վիճակի մեջ է իդեալ սպյուրքը գիտե ամեն բան այդ չէ սպյուրքն պետք է զարգանա եւ սորվի այս վերջին տարիներու փորձառութենեն թե ինչ ծևերով պետք է սպյուրքը փոխվի եւ բարելավե իր աշխատանքը իր գազམ་ակերպությունները որովհետեւ աբակային համար ավելի լավ ծևով կարողանան թրագան ներդրում ունենալ թե իր համայնքներուն համար հոս որովհետեւ այդ համայնքները ավելի ուժեղ լան հաջորդական սերունդներու համար բայց նաեւ գաբը ստեղծել եւ ավելի մոդիկացնել սպյուրքը հայրենիքին այո կառավարություններ արժանային այսինքն մշտական չեն պիտի փոփոխությունը լա մենք պետք է իբրև սպյուրք պատրաստ լանք միշտ ներդրում կատարելու այսել չէ անդեսելով այս կառավարության արած սխալները սպյուրքը ծևումը ավելի սկզբունքային մոդենա որը սպյուրքի գազམ་ակերպությունները ավելի փորձառություն ունին այս շահերու եւ ուժերու հետ քան թե այս ներկա կառավարությունը այդ է իրականությունը այո եւ հիմա առաջիկայում ընտրություններ են մենք հիմա մտածում ենք թե սպյուրքը ինչ կարող է անել Հայաստանում նախ խոսքը նրա մասն է որ եթե կարող են մարդիկ ունեն Հայաստանի քաղաքացիություն գնան եւ ընտրեն իրենց հարցակուրթը ձևակերպեն այդ օրերին հունիսի սկզբին երկրորդը շատերը օրինակ բողոքում են այն մասին որ ցանկանում են դառնալ Հայաստանի քաղաքացի բայց ինչ որ խոչընդոտներ կան այդպիսի երևույթներ դուք նկատել եք այո լսել եմ եւ իրականությունը այն է որ նորեն եթե կառավարություն ունենաս որ Հայաստանի իսկական շահերը կներկայացնե պիտի ուզե ավելի կովկովի բերել չէ ներգրավել եւ ծևերը նույնիսկ դել եւ հնարել եւ ստեղծել այն միջոցները որ սպյուրքի ժողովուրդը մասնագիտ լա նույնիսկ քաղաքացի դերը ստանա ծևումը ներդրում ունենա ոչ թե միայն ֆինանսական կողմ է ոչ թե միայն իբրև տուրիստ երթալ այլ իսկական մասնակցություն հայրենիքի աշխատանքին եւ աբական գերդելու կորձերուն մեջ այո մի քանի օրինակներ խոսեցավ Նիկոլը այդ իր ելույթին ընթացքին որ բադահած են սպյուրքի կողմը բայց ասոնք մեկ երկու բաներ են շատ ավելին կարելի է
կարելիության սահմաններով պետք է նայել եւ ոչ թե մի քանի օրինակներ ունենք։ Չէ, մեծ ներդրում չկա Հայաստանում։ Ես հատուկ նայել եմ, արդյոք այդպեսի խոշոր ներդրում կա Սփյուռքից։ Չեմ հանդիպել։ Մանր ներդրումներ միշտ եղել են, հիմա էլ կան, կարող է վաղն էլ կլինեն, բայց այդպես ռազմավարական առումով իսկ Սփյուռքի պոտենցիալը շատ հզոր է։ Այո։ Եվ ֆինանսական, եւ ինտելեկտուալ երբևէ չի օգտագործվել, դա փաստ է։ Ուզում եմ Սփյուռքի մասնակցության մասին խոսեմ, որքան հասկանում ենք այս տարիների ընթացքում հայերը փորձել են միշտ դուրս են գալիս, օտարները գալիս են Հայաստան։ Դա էս իշխանությունը, ինչպես ասիկ, ժամանակավոր է, գնալու է։ Բայց ապագայում այդ գործընթացները գլոբալիզացիան, շարունակվում է։ Մենք տեսնում ենք նույնիսկ այստեղ մեր, այսպես ասած, թաղը փոխվում է։ Ամբողջ աշխարհում դա տեղի ունենում։ Զարթում ես, մեկ էլ կողքին այդ մուսուլման է։ Այն մյուսը, չգիտեմ, մեկ այլ ազգ է։ Հայաստանի վրա հատկապես դա կենտրոնացված են։ Հիշում եք Զարե Սինանյանը դեռ 7 տարի առաջ ասում էր արաբներ կբերենք այստեղ, պարսիկներ կբերենք, Հայաստանը կմեծացնենք, բայց իրենք Հայաստանը մեծացնում են հայություն հաշվին, այսինքն հայերը դուրս են գալիս, օտարներն են գալիս։ Հիմա, որպեսզի մենք կարողանանք պահենք, ասենք ավելի առաջ նայելով, չեք կարծում, որ պետք են ինչ-որ մեխանիզմներ, որ նույնիսկ դրսում ապրող հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացի նախ դառնան բոլորը։ Եթե նա ազգությամբ հայ է, հնարավորություն տալ հեշտացնել, որ դառնան քաղաքացի, եւ երկրորդ մասնակից դարձնել ընտրելու եւ ընտրվելու նաեւ այդ գործընթացներին, այսինքն վերականգնել ընտրելու եւ ընտրվելու իրավունքը։ Կարծեմ ադիգա շատ կարևոր տվյալ մնա Արթուր, որ բավարար աշխատանք չէ դարված այդ ուղղությամբ, թե ասկարավարության գոմե, թե անցյալի եւ ընդհանրապես այս կառավարությունը ավելի դժվարացած է, որովհետեւ իր օրագարկը բաժանում է եւ ոչ թե միացում։ Այո։ Եթե մենք պիտի նայենք հերանագարով, մենք պետք է իբրև ասկ ուզենք կովկովի բերել եւ մեր հայրենիքը պետք է լա այդ կովկովի բերող միացնող դարը անիգա գբադայի որ անցմը իբրև հայ կարևոր չէ ուր ծնած է եւ ուր գաբրի ըսկա որ ինքը մասնագից է եւ բաժին ունի այդ հայրենիքի աբական գերդելու Ադսել չէ որ միայն ֆինանսական է, այլ մասնագից պետք է լաս։ Անգլերենով գսե you have to have a stake in it. Feel like you have a stake in it. Այսինքն պետք է սկաս որ քուն բաժին ունի սանոր մեջ։ Եվ անիկա բազմաթիվ դարբեր ծավալումներ գնաց լալ քաղաքացիություն հեշտացնել, քվեարկել այդ աբական երգիրին որը գիտեք թեզը գա որ ներգա կառավարությունը շատ կորզածած է որ եթե իսկապես մտահոգված ես երգիրով փոխադրվե հոն եթե հոս չես ապրիր լուրգեցիր ադիգա ճիշտ չէ անիգա սխալ մոդեցում է մենք բաժնված ենք իրար մենք հայրենիք չենք այսօր որովհետև մենք իբրև ասկ ցեղասպանություն է անցանք այդ ցեղասպանությունն է որ մեզի աշխարհի 4 կողմը ղրգեց Իհարկե ես կողմ եմ հայրենադարձության, որ մարդիկ գնան այնտեղ ապրեն, որոնք ասենք, այսպես անելիք չունեն դրսում, բայց շատ կայացած մարդիկ կան, գործարարներ, գիտնականներ, որոնք այստեղ ապրելով կամ չգիտեմ Մոսկվայում ապրելով կամ Փարիզում ապրելով շատ ավելի օգուտ կարող են տալ Հայաստանին, քան այսինքն պետք չի կտրել նրանց խոսքը ասելով որ այդքան շատ հուզում է քեզ արի ստեղ ապր։ Չէ, շատ է, այդ է ասածս ամեն մարդ Ցև մունի, փամ մունի դալիք իր հայրենիքին։ Մենք պետք է փնտրենք ցևերը, թե իբրև սպյուրքի գազագերբություններ եւ թե համակորձակցելով Հայաստանի կառավարության հետ, որը ստեղծենք ամենեն հեշտ ցևով գտնենք այն բաները, որ այդ անձը թե կարող է եւ թե պատրաստ է իբրև ներդրում ունելու իր հայրենիքին։ Եվ անիկա շատ տարբեր ցևեր գնա Արնել։ Կարծում եմ այդ հիշում եք այդպիսի գաղափար կար ժամանակին վերին պալատ ազգային ժողովի որտեղ Սփյուռքից կարող են դա ձևերից մեկն է ընտրություններին օրինակ նախկինում եղել է մինչև 2004 թվական եղել է երբ որ հյուպատոսություններում ընտրական տեղամասեր կային քվեարկում էին իդեպ ես հիշում եմ Ալեն Սիմոնյան ազգային ժողովի փոխնախագահ եկել էր այստեղ ես այն ժամանակ ուրիշ հեռուստատեսությունում էի աշխատում իրեն հարց տվեցի
վերականգնելու եք արդյոք Սփյուռքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրելու իրավունք, ասեց ոչ։ Ինչ ասի ինչու է, ասում է Ռուսաստանում 3 միլիոն հայ է ապրում։ Իրենք կարող են մեր ընտրությունների վրա ազդել։ Ասիստեղ էլ է 3 միլիոն ապրում Միացյալ Նահանգներում։ Եվ եթե ձեզ թվում է, թե օրինակ որևիցե երկիր կարող է ազդի իր քաղաքացիների վրա, նույնը կարող են Հայաստանում անել, ինչ տարբերություն։ Մի խոսքով, այդ արհեստական այդ պատճառները մեջտեղ են բերվում, ինչի համար, որպեսզի իրենք ավելի հեշտ կարողանան ընտրվել իրենց լծակները օգտագործելով։ Եվ նայեցեք part է հարցը, այսինքն մեխանիզմը ստեղծելու, բեք չէ նայել միայն մեկ ձևով, մեկ մոդելով, որովհետև կարող ես այնպես անել, որ կպաշտպանես դեղական քվեարկողի շահերը, այսինքն իրեն գուտաս որոշ տեսակի արժևորում, որոշ տարբեր մեխանիզմներ գնաց ստեղծել սպյուրքի մեջ ապրողու, որ այդ տեսակի հարցերը կարելի է հաղթահարել եւ ճիշտ փաղադրումը ստեղծել։ Կարևոր այն է, որ ծևերը գտնենք, որ ամեն մարդը սկա, որ ինքը իր հայրենիքին հետ տարբեր հարաբերություն ունի եւ գապ ունի, որ մշտական գապ մնե։ Եվ իհարկե ժամանակը քիչ է մնացել մինչև ընտրությունները այդ ամենը լավ գաղափարները իրականացնելու համար, բայց ընդամենը 2 ամսից մենք տեսնենք ինչ է լինելու Հայաստանում, ուր է գնում Հայաստանը եւ խնդրեմ ձեր կոչը մեր համակարգացիներին, մեր սփյուռքի հայերին եւ հատկապես Հայաստանում բնակվող հայերին, ովքեր որ մտածում են ում ընտրել կամ ինչպես կողմնորոշվել։ Այո, կարևորը այն է, որ ամեն մարդ խորը մտածե քվեարկողները եւ սփյուռքի մեջ եղողները, անձերը, սփյուռքահայերը, թե մենք ինչ տեսակի ապագա կուզենք Հայաստանի համար։ Այս ներկա մոդեցումը ներկա կառավարության մեզի խորդակման պետք է դանի։ Ոչ մեկ անձը, որ այս շրջապատի շահերուն ըրածները լավ կճանչնա, գիտե որ ասիգա լավ ճամփա չէ Հայաստանի համար։ Հայաստանը պետք է իր շահերը պաշտպանե եւ ավելի հզոր ցևով մոդենա, ավելի նախանցախնդիր լա իր ամեն մեկ հողի շերդին, իր սահմաններուն, իր հարաբերությունները պետք չէ լան միակողմանի, այլ բազմակողմանի ամեն շահերուն հետ աշխատելու եւ այս կառավարությունը այդ ամենեն քիչը ասեմ որ թերևս կարողությունը չունի, ամենեն քեշը ասեմ թերևս թիդմամբ խորդագե Հայաստանի շահերը։ Հակառակն է։ Շատ շնորհակալ եմ պարոն Արմենյան հետաքրքիր զրույցի համար։ Հուսով եմ առաջիկայում նորից կհանդիպենք, քանի որ քաղաքական բուռն զարգացումներ են սպասում եւ Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն եւ հիշեցնեմ իմ զրուցակիցը ազգային հասարակական գործիչ Զանգո Արմենյանն էր։ Շնորհակալություն։